դրել էր հարցը, որ կամ գնում ես վարձով, կամ քեզի վաճառվում են Ռուսաստան։ Խի են լեգիոները խաղային, հայը չի խաղա։ Այդ ճնշումը պետք է հաղթահարես, պետք է ապացույցես։ Տղեկը իրար սենյակից դուրս չէին գալի, այդքան իրար այդ շփումը այդքան կարևոր էր։ Իգնատիրը իջավ Կրասնոդար, տրենաժոր զալ մտա, ասեց ես իմ ծունկը ստեղ ոնց եմ պարապացնելու, բայց ոչ մի հայերեն բառ չգիտեի այդ վաղ։ Ես իմ երազանքին պետք է հասնեմ Հենոյի հետ, Մարկոսի հետ։ Կարող է մի հատ լեգիոներ խաղա, այդ խաղը հաղթես, բայց դու 10 հատ հայ տղա ես կորցնում։ Այդ մոմենտին դու չես գիտակցում, որ 80,000 մարդու դեմ գոլ ես խփում։ Աստու շատ շնորհակալ եմ, շատ դժվար էր, շատ։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան ալիքում։ Բնականաբար մեր հերթական հանդիպումը չուշացավ եւ այսօր ունենք լեգենդար հյուր։ Այո, ինչու լեգենդար, որովհետեւ մի ֆուտբոլիստ, ով հայկական ֆուտբոլի էջերում իր անունը այնպիսի գունային երանգով է գրել, որ համոզված եմ շատերս սիրում ենք, գնահատում ենք եւ իհարկե մշտապես հետևել ենք ու հետևելու ենք նրա գործունեությանը։ Մեր հյուրն է այսօր Արազ Օզբիլիսը։ Ողջույն Արազ ջան։ Շնորհակալություն։ Այ մենք արդեն իսկ սկսել էինք մեր զրույցը եւ գնացինք դեպի Այաքս, մի փոքր անդրադարձանք այնտեղ ինչպես է դրվածքը։ Այաքսում 15 տարի անցկացնելուց հետո ինչը միգուցե ձեզ չհերիքեց, որ ասեցիք լավ, ես երևի տեղափոխվեմ այստեղից։ Իմ կարծիքով չհերիկելի պահ չի, ուղղակի երբ որ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում ես, տարբեր շահեր կան։ Իմ պայմանագիրը եւս մի տարի ունեի, բայց իմ առջև նպատակ կար, որ ես ուզում եմ առաջի թիմում խաղամ։ Բայց մեր նոր սպորտային տնօրենը այդ վաղ Մարկո Ֆումարս էր նշանակվել։ Ինքը ասեց պետք է վարձով գնաս այլ թիմ, որ այնտեղ խաղաժամանակ ստանաս, որպեսզի հաջորդ տարի ավելի պատրաստված հետ գաս։ Այդ վաղ ինձ սկզբից Հերեֆեին էր ուզում, Մարկո Ֆամբաստն էր այնտեղ մարզիչը, բայց մեր գլխավոր մարզիչը չթողեց Հերեֆեին գնամ, ասեց չէ, դու շանս ունես, այս տարի շատ ես խաղալու, նախապատրաստան սիկլում ես լիգը խաղացել եմ, բայց հետո խաղացողները եկել են, որոշել են, որ այդքանին խաղաժամանակ չես ստանում, այդ վաղ իմ ասածը, որ Մարկո Ֆումարսը ասեց ավելի լավ գնաց վարձով այլ ակումբ, երբ որ Մարկո Ֆումարսը արդեն ասել էր, որ դու կարաս գնաս վարձով, այդ թիմը էլ չկար, ուրիշ ֆուտբոլիստ են վերցել, Թակերի թիմը պետք է գնայր, դա էլ համապատասխան չի իմ ֆուտբոլին, ու իմ արջևին դրել էր հարցը, որ կամ գնում ես վարձով, կամ քեզի վաճառվում են Ռուսաստան։ Այդ վաղ Կուբան Կրասնոդար ինձ 1 միլիոնով արել էր, այդ 12 թիվի համար 22 տարեկան է, 32-33 հատ խաղ է խաղացել, եթե չեմ սխալ, կամ 36-7 Այաքսի առաջի թիմում, դա լավ գին էր, ակումբի համար էլ էր լավ գին, չմոռանաք 2 անգամ էլ արդեն Խաչաձևես կտրել էի ես, այդ ամեն ինչ հաշվի առնելով որոշել էի, որ տեղափոխեմ Կուբան Կրասնոդար։ Այդպիսի վնասվածքները գիտենք, որ ֆուտբոլում մշտապես ասում են պրոֆեսիոնալիզմ, ֆիզիկական պատրաստություն, կարգապահություն, բայց կա հոգեբանական հատված, որ այդպիսի վնասվածքները կարող են պարզապես ինձ խաչ քաշել ամեն ինչի վրա, քո բոլոր պլանների վրա։ Ոնց դուք կարողացաք այդ կռվից հաղթող դուրս գալ ու ինչն էր ձեզ օգնում։ Անկեղծ չգիտեմ, որովհետև առաջի հերթում հավատքս, Աստու շատ շնորհակալ եմ, որպեսզի ինձ ուժ ա տվել, որ ես այդ ամեն ինչը կարողացել եմ հաղթահարեմ։ Ես մի քանի օր առաջ եմ կարտացել այդ Դորտմունդի պաշտպանը սեզոնի վերջը ավարտում է իր կարիերան 30 տարեկանում։ 2 անգամ Խաչաձևը վնասվածք է ունեցել ու իսկ ես 3 անգամ եմ ունեցել ու հիմա չգիտեմ, այդ վաղ այդ ուժը, այդ ձգտումը կար, սաղ կյանքը տվել էի ֆուտբոլին, ասեցի վնասվածք ինձ չպետք է հետ գցի։ Ես իմ երազանքին պետք է հասնեմ, բայց շատ դժվար էր, շատ։ Մեկ էլի ֆուտբոլիստները լնում են, որ Խաչաձև տրավմա են ունենում, այդ վաղ հասկանում են ինչ բարդ է, ու ասում են այդ 3 անգամ ոնց ես հետ եկել, չգիտեմ, բայց բնավորությունը ձևավորվում է, իհարկե տենց դեպքերից հետո առաջ անգամ 17 տարեկան էի, որ Խաչաձևս կտրել էի, եւս չգիտեի Խաչաձևը ինչ է, որտեղ է։ Գիտեի, որ Ռոնալդոն ֆենոմենո ունեցել է ու գիտեի, որ մի տարի ֆուտբոլ չես խաղալու, բայց դժվար էր, շատ դժվար էր։ Разбег, удар! Арас Озбилис 1-0.
Հիմա ներկայումս Urartun ինչ նպատակներ ունի իր առջև ու որքանով եք հենց դուք այդ առաստաղը, պատալոկը ակումբի փորձում ձեր խորհուրդներով, ձեր գիտելիքներով բարձրացնել։ Urartu մենք միշտ ձգտում ենք ամենաբարձրին, պրոֆեսիոնալ ֆուտբոլում չես հելնում դաշտ մտածելով որ գրվեմ, չէ, միշտ էլ ուզում ես հաղթես։ Դրա համար նպատակը այն է, որ ամենաբարձր տեղերում պետք է ավարտենք իհարկե։ Արարատ Արմենիան այս պահին աչոկներով դժվար է, իհարկե միջև անհնար է, միշտ պետք է ձգտես։ Բայց առողջություններում հնարավորություն կա, որպեսզի բարձր տեղերում ավարտենք մեր սեզոնը։ Առանց բարձր տեղերում չես կարաս հայտնվես այնտեղ։ Իհարկե մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար Եվրոպայում հանդես գալը իրանց համար էլ է օգուտ, ակումբի համար էլ է օգուտ, այդ երկուսն էլ շատ կարևոր են իհարկե։ Գիտեք ինչու եմ ասում այդ ամենը, որովհետև շատ հաճախ հայկական ֆուտբոլում նկատել ենք դեպքեր, որ գնացել են օրինակ Եվրոգավաթների են մասնակցել, կոնֆերենցիաների լիգայի օրինակ, որոշակի ֆինանսական մուտքեր են բնականաբար լինում այդ մրցաշարերին մասնակցելուց, բայց այդ գումարը որպես այդպեսին շրջանառության մեջ չի մտել, ակումբը հաջորդ քայլի հետևից չի գնացել։ Արդյոք Urartu-ի պարագայում, եթե մենք ունենանք Եվրոգավաթային մասնակցություն, այդ նույն գումարի շրջափուլը ինքը շարունակվելու է, այսինքն ոչ թե պարզապես որոշակի առումով լավ է հիմա մեր, այսպես ասած, բյուջեն, բայց այլ նաև այդ գումարը ներդրվելու է, չգիտեմ, ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա կամ ենթակառուցվածքների ել ավելի լավացնելու համար։ Երրորդ փուլում կոնֆերենս լիգային մասնակցելու գումարները, որը որ ակումբները Հայաստանում ստանում են, իրանց բյուջեի շատ քիչ տոկոսն է։ Պետք է խումբում դուրս գաս, որպեսզի մեծ գումարների մասին խոսան։ Այո, գնալով Հայաստանում բյուջեները մեծանում են, բայց պետք է դուրս գաս հենց այդ կոնֆերենս լիգայում, որպեսզի ակումբը իր անցած բյուջեները մի բան փակի։ Իսկ եթե թուրը չես անցնում, այդ գումարը համարյա չես էլ կարաս օգտագործես ֆուտբոլիստի ձեռք բերելու, ծախսելու այդ միտքը, որ դուք ասում եք։ Պետք է խումբից դուրս գաս, իհարկե ես ուրիշների կուխնյայի մասին չեմ կարող խոսամ, բայց իմ կարծիքով այլ ակումբների բյուջեները ու իրանց խաղացածները կարող է հավասար լինի։ Հայաստանում այդ մակարդակին չենք, որպեսզի լիգա չեմպիոնի թիմեր ունենանք, որ այդպիսի գումարներ ձեռք բերեն ակումբները, որ կարողանան դրանով ֆուտբոլը իրանց ակումբը զարգացնեն։ Գնանք մի քիչ Հայաստանի հավաքականի կողմ։ Ներկայումս Հայաստանի հավաքականի մասին ձեր կարծիքը ու ինչ բերեց Հայաստանի հավաքական Եղիշե Մելիքյանի գալը։ Իր հետ շատ կարճ ժամանակ աշխատել եմ, ինքը շատ նվիրված է, պահանջում է, ինքը եղել է ֆուտբոլիստ հավաքականում խաղացել է, ինքը գիտի այդ մարզաշապիկը հագնելը ինչքան կարևոր է։ Այդ զգալը դա շատ կարևոր է։ Հաստատ էդի ինքը գիտի ֆուտբոլիստը ինչ պետք է զգա, որ այնտեղ հայտնվի ու ինչ էմոցիա է տալի դա։ Այ շատ լավ բան ասացիք, երկրպագուները անընդհատ պահանջում են արդյունք։ Այ երբ որ դուք ակտիվ ֆուտբոլիստ եք, հավաքականի ֆուտբոլիստ եք, այդ ճնշմանը դիմակայելը, որոշակի անհաջողությունների դեպքում քննադատություն լսելը երկրպագուների կողմից, չնայած ձեր պարագայում այդքան տենց քննադատության ալիք չի եղել, համեմատած վերջի տարիների, որ ունենք, բայց էլի այդ քննադատությունը, որ լինում էր, ո՞նց եք կարողանում դրա տակից դուրս գալ, ո՞նց եք կարողանում հոգեբանորեն չասել, դե ախր նորմալ է, որ մենք կրվում ենք, նորմալ է, որ մենք այս մի խաղն էլ օրինակ պարտվեցինք, ինչու են անընդհատ ուզում, որ մենք հաղթենք։ Ես որ դրսում եմ խաղացել, երբ որ 50,000, 60,000 մարդ է նստած տրիբունայում, արդեն դավլենիա է, արդեն ճնշում է։ Իհարկե, երբ որ երկրպագուները միշտ կուզենան, որ արդյունք կլինի, պետք է հաղթես, դա նորմալ է։ Դրա համար էլ ոչ բոլորը դառնում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որովհետև ճնշում կա, այդ ճնշումով պետք է կարողանաս ապրես, այդ ճնշումը պետք է հաղթահարես, պետք է ապացույցես։ Դրա համար կան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ու սիրողական ֆուտբոլիստներ։ Եթե ճնշումին չես կարաս դիմանաս, ուրեմն սխալ սպորտ ես ընտրել։ Երբ գնացիք Ռուսաստան, այնտեղ ձեր
լավագույն ընկերը, որպես այդպեսին, ում հետ դուք կիսվում եք, միգուցե նաև լեզվական առումով որոշակի խոչընդոտներ ունենում, ռուսերենի տիրապետումը, Այդ վաղ մի բառ չգիտեի, բայց հիմա արդեն խոսում եմ։ Հա, այ ոնց էր ձեզ համար այդ դժվարությունների հաղթահարելու փուլը ու sense մի քիչ էլ ընդհանրացնենք կարիերայի առումով, որ հատվածը դուք կհամարեք ամենահաջողվածը ակումբային ֆուտբոլում։ Ամենահաջողվածը իմ համար այդ վնասվածքներից հետո խաղալն է 17 տարեկանում առաջ անգամ 19 տարեկանում երկրորդ անգամ ես դրանից հետո եմ հայտնվել Այաքսի առաջի թիմում իսկ Ռուսաստանում առաջի անգամ որ Իգնատիրը իջավ Կրասնոդար շոկ կար տենց չի որտեվ Այաքսում ամեն ինչ իդեալական է հիշում եմ որ գնացինք ակումբ տրենաժոր զալ մտա, ասեցի ես իմ ծունկը ստեղ ոնց եմ պարապացնելու։ Տենց վիճակ էր, բայց երբ որ հաջողվում ես ու լավ ստացվեց, իհարկե օգնում է այդ ամեն ինչին։ Ավելի շուտ ես հարմարվում այդ ամեն ինչին։ Ու իհարկե շատ կարևոր էր, որ Մարկոս Պիձելին էլ այնտեղ էր, Կուբան Կրասնոդարում էր ինքը, ու ինքը ամեն ինչով օգնում էր ինձ։ Դա շատ մեծ պլյուս էր։ Удар! О, не зря зарабатывал. И заработал-то честно. Асбилис. Ну, теперь у штрафной своей в матчах с Кубанью не фали. Арас Асбилис. Человек, который мог выбирать из 3 национальных сборных, когда был молодым. Голландия, Иран или Армения. Այո, ձեր սերնդի, այսպես ասած, հավաքականի, ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որքան էլ որ sense միգուցե տարբեր կետերում էին խաղում աշխարհի, մի տեսակ զգացվում էր, որ կապը կա այս մարդկանց միջև, ընկերություն կա, շփում կա։ Ներկայումս օրինակ կապ ունեք Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այո, հա։ Ինչ պլաններ ունի Հենրիխ։ Ուրիշ հարց եմ ուզում տալ, բայց էս եկավ, եթե գաղտնիք չէ, կարիերայի հետագա քայլերի առումով։ Չէ, ես այդ իրավունքը չունեմ, դրա մասին խոսում, բայց կապեր կա։ Մեր թիմը, այդ վաղտվա թիմը, որ ասեցինք, որ տարբեր տեղերից գալիս էին, ես հիշում եմ, որ մենք երբ որ ոտ ենք դնում Հայաստան ու գալիս ենք Ավան ակադեմիան, տղեկը իրար սենյակից դուրս չէին գալի, այդքան իրար հետ շփումը այդքան կարևոր էր ու հաճուկ է ստանում, որ գալիս է Հայաստան խաղալ հավաքական, բայց ոչ մի հայերեն բառ չգիտեի այդ վաղ։ Բացի բարի լույսից, բայց ես հաճուկ է ստանում այնտեղ տղեկի հետ շփվելուց, Հենոյի հետ, Մարկոսի հետ, լիքը տղեկան, բոլորի հետ շատ հաճելի էր։ Ներկայումս հիմա ազգային հավաքականում ունենք մի քանի ֆուտբոլիստներ, որոնք ազգությամբ որպես այդպեսին հայ չեն, բայց որոշակի պայմանների համապատասխանելով հիմա ներկայանում են նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այ ինչպես եք վերաբերվում այդ երևույթին, որ մենք որպես այդպեսին ունենում ենք լեգիոներներ հավաքականում։ Շատ նուրբ հարց է, որտեվ օրենքով թույլ տվում է, որ իրանք հայտնվեն այնտեղ, բայց իմ համար պետք է ավելի հերանեկար պլան լինի, որպեսզի լեգիոներ խաղա Հայաստանի հավաքականում։ Եթե այդ լեգիոները, չգիտեմ, իր պասպորտը ստացվել է, հավաքականում խաղացել է, հավաքականի շնորհով իր տրանսֆերը արել է, դուրս է գնացել, խաղացել է ու հետո քո երկիրին էլ օգուտ չի տալի, ինչքանով է պետք մեզի։ Բայց եթե այդ լեգիոները դուրս է գնում, խաղում է հավաքականի շնորհով, հետո, չգիտեմ, մի ձև քո երկիրին օգուտ է տալի, գալիս է հետո ստեղ ապրում է կամ մարզիչ, չգիտեմ, այլ չի կտրվում ստեղից։ Չի կտրվում, դա ուրիշ բան է, բայց պետք է հերանեկար լինի։ Պլան, այսինքն։ Պլան պետք է լինի, խի այն լեգիոները խաղա, այն մյուսը չի խաղա կամ խի այն լեգիոները խաղա, այն հայը չի խաղա։ Եթե վաղը չի մյուս օրը ինքը չի լինելու, բայց լիքը տղեկ կան, որ իրանք երազում են այնտեղ լինելը, իրանք էլ կարող է մի հատ լեգիոներ խաղա, այդ խաղը հաղթես, բայց դու 10 հատ հայ տղա ես կորցնում, հոկեբաներեն, ֆիզիկապես, դրա համար դա մի քիչ նուրբ հարց է, իսկ մյուս կողմից էլ մարզիչի կողմից էլ ինքը եթե մտածում է, որ 1% այդ լեգիոները 1%, 2% ավելի ուժեղական ստե հային, ինքը արդյունք պետք է ցույց տա։
Դրա համար շատ նուրբ հարց է, չկա ճիշտ պատասխան այդ առումով, որ բարձա հավաքականում առաջի թիմում պետք է արդյունք լինի, բայց լեգիոներ խի պետք է հայտնվի այնտեղ։ Մենք պետք է հետ գանք, ինչ ենք սխալ անում, որպեսզի լեգիոներ պետք է խաղա մեր ազգային հավաքականում։ Դա պետք է հասկանանք, ոչ թե որ ինքը խաղա, թե չխաղա, այ խի պետք է խաղա։ Այսինքն մենք համակարգում մի բան սխալ անում ենք, որ այնտեղ հայ չի հայտնվում։ Սաղ աշխարհում 11-11-ի դեմ են խաղում։ Գնդակը գլոր է, սաղ պայմանները նույնն է, բայց երկիրի մշակույթը դա շատ կարևոր է։ Այաքսի ակադեմիան ամենաուժեղն է աշխարհում, բայց Այաքսի նույն ակադեմիան բերես այստեղ կարող է չաշխատի, որտեղ այստեղ մտածելակերպը ուրիշ է, ծնողները ուրիշ են, միջավայրը ուրիշ է, այդ ամեն ինչը կապ ունի ֆուտբոլի հետ։ Չեմ ընդունում, որ դրսից որևէ այլ ազգ կապ չունի, հոլանդացի է, իսպանացի է, ինքը կարա մտածի, որ հա երեխայի զարգացման համար A-ից մինչև Z կետեր կա, որ եթե էս ճիշտ անելը, դա պետք է ճիշտ անես այդ տարիքում, էսի պետք է ճիշտ անես, էսի, բայց կային լիքը ֆակտորները, որ պետք է համապատասխանելի կո երկիրին։ Իրանք չգիտեն մեր մանկապատանեկան ֆուտբոլում օրինակ քանի թիմ է, խի այդ կան թիմ, խի պետք է տենց խաղան, որպեսզի արդյունք լինի։ Այս պետք է ներքին մարդը պետք է էդի գրի։ Այո։ Որպեսզի ճիշտ աճի մեր հայկական ֆուտբոլը։ Դա իմ կարծիքն է։ Այստեղ շատ կոմերցիոնացված է ֆուտբոլը, շատ։ Հոլանդիայում, ինչպես ասացի, հնարավորություն է բոլոր երեխեքը, այն ընտանիքներ, որը որ դժվար պայմաններում են ապրում, իրանք էլ իրավունք ունեն, իրանք էլ հնարավորություն ունեն, որպեսզի երեխուն կարողանան տան ֆուտբոլի ակումբին։ Ոչ պրոֆեսիոնալ, բայց սիրողական։ Իսկ Հայաստանում դա շատ դժվար է։ Ձեզ մոտ ոնց է հաջողվել պահել այդ ոսկե միջինը, հաճույքը ֆուտբոլից ստանալու ու այդ նաև գիտակցությունը, որ սա աշխատանք է, ես գումար եմ վաստակում։ Ես իմ առաջի պայմանագիրը կնքել եմ 18 տարեկանում։ Նայեք, լիքը ֆուտբոլիստներ կան, որ եթե չեմ սխալվում 60 քանի տոկոս է, որ 18 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում են, բայց այդ 21 տարեկանում էլ չկան ֆուտբոլի մեջ։ Դա աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Դրա համար շատ կարևոր է այդ վերջի քայլերը, ամենակարևոր քայլերը են։ Ձեզ որպես այդպեսին հուշող եղել է այդ առաջի քայլերը կատարելուց, եղել է մեկը, որ ֆուտբոլային աշխարհում ասել է, այ գիտես, սենց բաներ պետք չի անել, այ այս ուղղությամբ է պետք գնալ, այս թիրախների հետ։ Պապաս միշտ ինձ հուշել է, ինչ կան իր գիտելիքը հերիկել է, փորձել է ասի ու ասել է նայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները ոնց են անում, ոնց են ապրում, դու էլ իրանց նման անես։ Դա ասել է, բայց որ կողքից ասեմ, որ ես այդ օրինակը ունեցել եմ, չէ։ Միգուցե օրինակ առաջի մարզիչ կամ նենց մարզիչ։ Այաքսում Այաքսը աշխարհում ամենաբարձր մակարդակի ակադեմիան է։ Այնտեղ փոքր տարեկից 7 տարեկանից ընդունվել եմ, մինչև 22 տարեկան 15 տարի այնտեղ եղել եմ։ Չնչումը, այդ կերպը, իրանց մայքն, այդ ամեն ինչը դբրոցը, եթե դբրոցում լավ չես սովորում, չես կարաս պարապես, այդ ամեն ինչը հիմքը արդեն այնքան լավ են դնում այնտեղ, որ սխալվելու շանսը քիչ է առնում։ Եթե դու իհարկե ֆուտբոլով ապրես, մնացածը քեզանից է կախված, բայց եթե արդեն Այաքսում ես ու 18 տարեկանում Այաքսում ես գտնվում, ոչ բոլորը դառնելու են Այաքսի ֆուտբոլիստ, բայց մեծ մասը պրոֆեսիոնալ ֆուտբոլով կզբաղվեն։ Ամենատպավորիչ խաղը առհասարակ կապ չունի որ ժամանակահատվածում, որ դիտել եք, որն է եղել։ Իմ խաղը? Չէ, ընդհանրապես, այն որ դուք դիտել եք, նայել եք այդ խաղը։ Շատերը օրինակ ասում են Միլան-Լիվերպուլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Լիքը խաղական։ 98-ը Հոլանդիա-Արգենտինայի դեմ, լիքը խաղական, 2002-ը Բրազիլիա լիքը խաղական, որ հիշում եմ, որ տպավորվել է մոտս։ Իսկ վերջերս PSG Բավարիան, առաջի խաղը Լիվերպուլ, Միլան ֆինալը, Manchester Barcelona, Barcelona PSG, լիքը խաղական, որ մոտս ֆիքսում է։ Այ Manchester United-ի մասին նշեցիք։ Ինչ զգացողություններ է ֆուտբոլիստի մոտ առաջանում, երբ որ այդպիսի գրանդ ակումբի գոլ է խփում։ Անկեղծ ասեմ, որ այդ մոմենտին դու չես գիտակցում, որ 80,000 մարդու դեմ գոլ ես խփում։ Նույնը, երբ որ Հոլանդիայում առասություն, որտեղ որ
20,000 կամ 15,000 մարդ է նստած, էդի հետո որ մարդիկ քեզ ասում են Old Trafford-ում գոլ, նոր կարող է մտածես, մեծ բան էր, բայց երբ որ ես եղել եմ ֆուտբոլիստ, ես ոնց որ տունելի մեջ ես ապրում։ Լիքը բան չեմ հիշում իմ կարիերայից։ Հետո եմ հետ նայել կամ կողքից ասել են, որտեվ ժամանակ չունես քո գործը գնահատես այդ պահին, որտեվ հաջորդ խաղը արդեն մի քանի օր հետո է։ Տեսակ, ես լավ խաղացի, հաճուկ ստանաս, դրանից քեզի լավը զգաս, դու քո տեղը կկորցնես։ Միշտ sense focus տունելի մեջ ես, էլի, տենց ու ամբողջ կարիերաս տենց գնացել է, անգեղծ ասեմ, ու որ ասեմ ինչ եմ հիշում այդ զգացունի, որ գոլը խփեցի, չեմ կարող նկարագրեմ։ Ես ճիշտ ասած մեր զրույցից հասկացա, որ ձեր կապը ձեր ընտանիքի հետ շատ բնականաբար բոլորի համար էլ ամուր է, բայց շատ կարևոր է նաև ձեր համար։ Ու երբ որ ֆուտբոլիստի կարիերան այդքան այտենց մի ուղղությամբ առանձնացած գնում ես այդ ճանապարհով։ Կան ինչ-որ պահեր, որ ասում եք, չէ, ես ունեմ օրինակ հարազատներիս կարիքը, ես ունեմ մի հատ դադարի պաուզա եմ ուզում իմ կարիերայում։ Լիքը եղել է, ես 22 տարեկանում էի առանձնացնել էի ծնողներից, գնացել էի Ռուսաստան, ամեն ամիս մտածում էի ուզում եմ հետ գնամ, բայց քշերքի վրա ես դնում, ինչքան է ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է։ Լիքը բանից պետք է զիջես, որպեսզի 10 տարի, կոպիտ ասած 10, ով որ մի քիչ բախտը բերեց 20 տարի, միջին 10-ից 15 տարի կարիերա ես ունենա։ Պետք է կոպիտ ֆուտբոլի գիժի նման պետք է ապրես, ֆուտբոլի համար պետք է ապրես, պետք է գիժ լինես, ֆուտբոլի գիժը պետք է լինես, որ պիսի այն մնացածը մոռանաս, որպեսզի հետո 15 տարի հետո էլ լավ կյանք ունենաս։ Վերջին մոտավոր 1 ամսում չկա մի այդպիսի շաբաթ, որ Հենրիխ Մխիթարյանը իր մասին հիշեցնել չտա, ու եթե նախորդ շաբաթ նա չեմպիոնական խաղում գոլի հեղինակ դարձավ եւ Ինտերի հետ սկուդետոն նվաճեց, ապա այս շաբաթ նախարարությունում գեղեցիկ հարվածով Լացիոյի դարպասը գրավեց։ Ահա այս գոլի մասին է խոսքս։ Ապա արդեն մի քանի օր անց նույն Լացիոյի դեմ Ինտերը Կոպա Իտալիայի եզրափակում ռոմեացիներին որևէ շանս չտալով նաեւ Իտալիայի գավաթին տիրացավ։ Խաղի ելքը արդեն առաջին կեսում վճռվեց։ Մխիթարյանը խաղադաշտում 68-րդ րոպեին հայտնվեց եւ իր ներդրումն ունեցավ ընդհանուր հաջողության հարցում։ Ինտերը ոսկե դուբլ արեց, իսկ սեզոնի ավարտը Հենոն անցկացրեց 1 շնչով։ Առաշտության խաղին վերադառնալով ասեմ, որ այս անգամ Հենոն մեկնարկային կազմում հայտնվեց, խաղաց մինչև վերջ եւ չփոխարինվեց։ Բավականին բարդ դիրքում խաղանկերոջից փոխանցում ստանալով Լացիոյի 2 խաղացողի ձեռնուն այն թողեց ու ձախ ոտքի ուժգին հարվածով մրցակցի կիպերին չտվեց որևէ շանս։ Գոլը իրոք գեղեցիկ էր։ Վստահ եմ այն Հենոյին հավելյալ ուժ հաղորդեց։ Մեր կիսապաշտպանը սեզոնի վերջը հիանալի է անցկացնում ու կարծես գտնում է իր տեղը Կրիստիան Կիվոյի սխեմաների մեջ։ Ինչքանով սա կնպաստի, որ նա չհեռանա Ինտերից։ Այս հարցին փնտրել պատասխաններ հիմա իմաստ չկա ընդհանրապես։ Մի բանը կարող ենք ասել համոզված, եթե նույնիսկ ստացվի այնպես, որ Հենոն հրաժեշտ տա Ինտերին, ապա դա կանի դուռը շրխկացնելով, գլուխը բարձր եւ ամենալավ հիշողությունները իր ետևից թողնելով։ Հայ ֆուտբոլիստ, ով ունի 28 տիտղոս, այսքանով ասված է ամեն ինչ։ Խոսում է Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը օրինակ է բոլորիս համար։ Երբ խոսում եմ հորս հետ, նա միշտ հարցնում է հանդերձարանի մասին։ Ես միշտ պատմում եմ նրան, թե ինչպես է Հենոն աշխատում։ Նա ֆուտբոլիստ է, փայլուն կարիերա ունեցած, սակայն սրա հետ մեկտեղ իրեն շատ համեստ է պահում։ Նրա այդ դրսևորումը տպավորում է բոլորիս։ Մենք ամեն օր սովորում ենք Մխիթարյանից։ Recuperiamo alto con Diouf, Bonni perde l'attimo, la mette per Mkhitaryan, si allarga il tiro e gol! E gol! Miki! E sono tre alla mezz'ora, il gol del 3-0 di Mkhitaryan. Una palla rubata, una pressione alta, ha generato un recupero dentro l'area, bravo Bonni a temporeggiare fino ad aspettare il tocco dolce per un compagno. È sbucato Mkhitaryan che realizza così il suo terzo gol in campionato.
Կարանք top 5 ֆուտբոլիստները ձեր համար կազմել։ Top 5? Top 5 պրոստը։ Հա, Մեսսի, Ռոնալդո, ես, Էրիկը, առաջի տեղը Մեսսի, Մեսսի, առաջին օրիզոնական։ երկրորդը Մարադոնա, Օ, երրորդը Ռոնալդո, ֆենոմենո բրազիլացի, այո։ հետո չորրորդը Քրիստիանո Ռոնալդոն, Ահա։ 5-րդն էլ Ռոնալդինյո։ Ռոնալդինյո։ Շատ ընտիր։ Երևի որ սիրում եմ տենց մի քիչ Մի տենց։ անգամից པարզ էր ձեր Ոճը, հա։ նախասիրությունը ոճի առումով։ Շնորհակալ եմ շատ Արաս ջան։ Անդրադառնանք բլից հարցերին։ 10 հատ հարց, կարճ պատասխաններ, ընտրեք որևիցե մի տարբերակը։ Լռել թե ասել ամեն ինչ ուղիղ։ Ամեն ինչ ուղիղ։ Չխաղացած, բայց բարձր աշխատավարձ, թե քիչ գումար, բայց միշտ խաղադաշտում։ Այսինքն շատ աշխատավարձով պայստային պետք է նստեք, զամեն պետք է լինեք, թե քիչ աշխատավարձով, բայց միշտ խաղաք, հիմնական կազմում լինեք։ Ոչ դժվար հարց եք տալի, էսի շատ դժվար է։ Երկուսն էլ անցկացրել եմ էլի։ Երբ որ ընտանիք ունես, չես կարաս էլ մենակ քո մասին մտածես։ Դրա համար դուք տալիս եք ինձ տենց հարց, որը որ դժվար է։ Հասկացա։ Ուրիշների համար էլ ես պատասխան տալի, դա ճիշտ չի։ Իհարկե։ Սոցցանցերից մի ամիս հրաժարվել, չգիտեմ, Facebook, Instagram, 100% դա, 100% դա։ թե ֆուտբոլից մեկ շաբաթ ուզում եի ասել, այն էլ լավ։ Չէ, ավելի լավ սոցիալական մեդիայից կտրվենք մի քիչ։ Մի շաբաթ ֆուտբոլ չխաղալը ոչինչ։ Հարցակուրտն էլ ենք ունենում էլի մեկ-մեկ։ Okay։ Աշխարհի լավագույն խաղացողի հետ խաղալ, թե լինել թիմի լավագույն խաղացողը։ Չէ, աշխարհի լավագույն խաղացողի հետ խաղալ։ Սառը եղանակին խաղալ, թե շատ շոկ։ Տակ, շոկ։ Հին ժամանակների ֆուտբոլը, թե հիմիկվանը։ Հին ինչքան հին։ Դե ես իմ չափանիշով կասեմ, գոնե 90-ականների վերջ 2000-ականներ։ Հա, հին։ Հա։ Ընտիր։ Մարզչի խիստ կարգապահություն, թե ազատություն խաղացողների համար։ Խիստ։ Խիստ։ Հաղթել վատ խաղով, թե պարտվել գեղեցիկ ֆուտբոլով։ Հաղթել։ Շնորհակալ եմ շատ Արաս ջան, շատ հետաքրքիր զրույցի համար, այո, դուք այն ֆուտբոլիստներից եք Հայաստանի ազգային հավաքականում խաղացած, ում հանդեպ սերը որպես այդպեսին երբեք չի մարում, ում գործունեությանը մշտապես մեր ֆուտբոլային համայնքը, ֆուտբոլասերների համայնքը հետևում է եւ իհարկե հաջողություն ենք ձեզ մաղթում ձեր նպատակների ճանապարհին։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Սիրելի հետևորդներ, մենք էլ ավարտեցինք մեր այսօրվա զրույցը, բնականաբար չմոռանաք գրել մեկնաբանություններ զրույցի վերաբերյալ եւ իհարկե լայքել, տարածել տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին ու հիշեք, որ այստեղ խոսում ենք ֆուտբոլի մասին, իսկ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Ամենահումորով խաղանքերը, որ երբևիցե ունեցել եք, ով ա եղել։ Որ միշտ ինքը ծիծաղալու առիթ է տվել, միշտ ինչ-որ հումորով օրը թեթևացրել է։ Թիմի կլոուն է, էլի, տենց մի բան, չէ՞։ Հա։ Հյումորով։ Այնքան ֆուտբոլիստա հիմա սենց դերտում եմ, Լավ, ոչինչ, եթե չկա անցնենք առաջ։ իսկ որ ես եմ եղել ամենը հյումորով։ Կարա այդպես էլ լինի։ Չէ, չգիտեմ, անգեղ։ Չգիտեմ, Իվելին Պոպով շատ այն բուլգար ֆուտբոլիստը որ կար, իր հետ Կուբանում շատ հետաքրքիր հյումորներ եղել է, Մարկոսի հետ եղել է։ Դուրդ գալիս է։ Մի հատ էս պահը, բայց հասկանանք ոնց ենք անել։ Մտածի ինչ պատասխանես, պատասխանի ես տեմ։ Գնացինք։ Վայել խենք եկե որ գնում ենք։